առանցքում ընկած է մեկ նպատակ։ Նախապատրաստել ամսի 12-ի հանրահավաքը, իսկապես հանրահավաքը։ Մենք հասկանում ենք, որ ինչպես անցյալում, այդպես էլ այսօր ընդհանուր զանգվածից մի փոքր առաջ ենք։ Մի փոքր կամ երկու փոքր, երեք փոքր, եւ դա բարենպաստ չէ, որպես հանրահավաքի մթնոլորտ։ Բայց մեզ համար ինչպես անցյալում նշանակություն չի ունեցել, այդպես էլ այսօր ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներկա են, հիմնականում այն մարդիկ, ովքեր վաղուց եղել են հավատավոր։ Վաղը կարող եմ մի երկու տետոստոլիկ դարձյալ գրեմ, որ Հայրիկյանը 10 հոգով էր հավաքվել, բայց մի անգամից արձանագրեք, որ Հայրիկյանը 10 հոգով հավաքվել էր նաև 69 թվականին, 10 հոգով հավաքվել էր նաև 73 թվականին, 10 հոգով հավաքվել էր 87 թվականին, երբ ստեղծվում էր Սովետական միության առաջին կազմակերպությունը, ազգային ինքնորոշում միավորումը, առաջին ժողովրդավարական կազմակերպությունը։ Այսօր ես կարծում եմ մենակ պիտի հաստատում սկսեմ, բայց այսօր ինչպես տեսնում եք, արդեն մի քանի անգամ ավելի են այդ խորհրդերի տեսողական ընկալումներից։ Ուրեմն մեր հիմնական նպատակն է ամսի 12-ի ոչ մաքսային միությանը, եթե ազատ ու անկախ Հայաստանը, այդ նշանաբանով հանրահավաքը, բայց մենք տարբերվում ենք մեկուսականներից նրանով, որ անկախական ենք։ Հայաստանում մեջտեղ են եկել իզոլացիոնիստներ, մեկուսականներ, ու հիմնական նպատակն է մեզ մատչելի հեշտ մասվող հայ դարձնել մեր նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ հետին նկատառում ունեցողների համար և անկախությունը շփոթում են մեկուսականության հետ։ Մենք եղել ենք անկախական և ձգտել ենք դառնալ անկախական, լինել անկախ պետություն, որպեսզի լինենք համաշխարհային քաղաքակիրթ հանրության հետ, այսօր նույն դիրքերում ենք։ Իսկ Երևանի լաքեները այն ժամանակ էր ասում էին, ինչ կարիք կա անկախությունից խոսել, լավ էլ Սովետական միության ներսում եք, եկեք խոսեք Արցախի մասին, Ղարաբաղ ուզեք, Արցախի դեմ չգիտեիք։ Ես չէի ասել, որ այն քաղաքացիները, ովքեր այսօր չեն եկել այստեղ, մտահոգված չեն վաղվա Հայաստանի ճակատագրին վերաբերյալ։ Ուղղակի նրանք հիասթափված են, նրանք հուսալքված են։ Եվ մեր այս քչերիս խնդիրը այն է, որ նրանց հույս տան, որ նրանց ճանապարհը ցույց տան։ Բոլորն են մտահոգված, այն գնում ես բակերը, հանդիպում ես տատիկներին, թեկուզ բակերում նստած նարդի խաղալուց, ամենց մտքեր են ասում, ամենց առաջարկներ են անում, որ հիասքանչ են, և հավատացեք շատ քաղաքական գործիչներ այդ մտքերը չունեն։ Ինչն է կարևոր, որևէ գործընթաց կատարելու համար։ Միտք, նպատակ և կամք։ Միտքը կա, փակ ասում, նպատակներ կա, չկա կամքը։ Ինչու չկա, որովհետև այսօրվա հանցավոր իշխանությունները տարիներ շարունակ մեր ժողովրդի կամքը կոտրելով են զբաղված եղել։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ դրա դիմաց Ռուսաստանը, Պուտինյան Ռուսաստանը, շնորհել է նրանց իրավունք թալանել Հայաստանը։ Գնացեք, լատեք, կերեք, ինչ ուզում եք թալանեք, միայն թե կամքը կոտրեք։ 18-21 թվականներին հայ ժողովրդի կամքը կոտրելու համար հանդամ իմպերիալիստական Ռուսաստանը կոմունիստները Ադրբեջան ստեղծեցին։ Եվ Նախիջևանը և Արցախը փոխանցեցին նրան։ Մենք այսօր տեսնում ենք, որ իմպերիալիստական Ռուսաստանը հայ ազգի թշնամին է, բոլոր ժամանակաշրջաններում։ Ամեն ինչ է անում, որպեսզի կամքը կոտրի, եթե մարդու կամքը կոտրված է, նա դառնում է ընդամենը բիոմասա, ղեկավարի ոչ ուզում ես։ Եվ այսօր այդ օտարների ցանկությունը կատարելու համար նշանակված են այսօր, մենք բոլորս գիտենք, նրանք ընտրված չեն, նշանակված են այսօրվա իշխանությունները։
իհարկե կողմնակից են պարոն Հայրիկյանում, որ հրաժարականին պահանջորդներ են, որտեղ համար հացադուր անում։ Բայց այնուամենայնիվ, ես կհորդորեի պարոն Հայրիկյանին չգնալ այդ քայլին, որովհետև նրա առողջությունը պատկանում է ոչ միայն իրան, նրա առողջությունը պետք է մեզ բոլորիս։ Սրանք այն մակարդակը չունեն, սրանք չունեն այն նամուսը, փասիվը, որ ինչ-որ մեկը, եթե հացադուր լինի, դրան ուշադրություն դարձնեն, հրան տակառակը, մարդու որ մահափորձ է նայում, հրա ավելի կծրկը չեն կասեն, որ մի քիչ հաճուտի մերնի պրծնենք։ Սրանք այդ որակն են, չնայած իմ հորդորը դժվար է Հայրիկյանին տեղ հասնի, այդ մարդը մի բան որ որոշում է անում է, 60-ական թվականներին ասեց, անկախություն հանրաքրեի ճանապարհով եւ հասավ դրան։ Ես համոզված եմ, որ Հայրիկյանի բռնած ցանկացած գործ հաղթանակով է վերջանալու, բայց պետք չի դա անել դրա առողջության հաշվին։ Եկել եմ, որովհետև Պարոն Հայրիկյանն է կանչել եւ տրամադրել ինձ խոսք ասելու։ Նա ազատության ասպետ է եւ հրաժարվել է հրավերից անհնար էր, թեև նա լավ գիտի, որ ես գոնե այս որոշման հետ համաձայն չեմ։ Փորձեմ բարձաբանել ինչու։ Պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը ինձ թվում է տարօրինակ երկու բոնը պատճառով։ Ոչ թե հրաժարական է պետք պահանջել, առավել ևս նրանից։ Դեռևս կարծես թե գործում է Հայաստանի սահմանադրություն եւ այնտեղ կա հատուկ բաժին, որը վերաբերվում է Հայաստանի նախագահի պարտավորություններին։ Այն ինչ կատարեց 1 տարի եւ մոտ 1 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը, դա պետական դավաճանություն է եւ այստեղ նրանից չէ որ պետք է պահանջել հրաժարական։ Եվ այստեղ որևէ նշանակություն չունի, որ շատ հավանական է նա մեզ փորձում է մխրջել այս խայտառակ համակենտրոնացման ճամբար, որը չգիտես ինչի միություն են անվանում, մաքսային, թե չգիտեմ ինչ, մաքսային պատկերացնում ենք, այսինքն այն չակաղցությունը մտնում է արդեն պետական միավորների անվանումների մեջ, մաքսային գործիչները կամ չգիտեմ ով են իրենք ինսպեկտորները պետք է հպարտ լինեն, իրենց մասնագիտությունը հանկարծ պետականաշինական բնույթ է ստանում։ Ուրեմն ինչ է պետք։ Հա, ես փորձեցի հասկացնել, եթե նրանց ստիպել են, ով է նրանց ստիպել, ում է ենթարկվում Հայաստանի Հանրապետության նախագահ ըստ սահմանադրության, ում է նա պարտավոր իր իշխանությամբ, այ դրա պատասխանը նա տվեց եւ մեր պատասխանը դրան պետք է լինի ոչ թե իրենից որևէ բան պահանջել, այլ նրանցից, ովքեր նրան են պարտադրում եւ մենք իրավունք ունենք ըստ սահմանադրության կազմակերպել այն, ինչին նա հիմա արժանացել է։ Դա կոչվում է մի քիչ անհարմար բառով impeachment։ Դա օրենքի պահանջն է, որովհետև սա հակապետական, հակազգային գործողություն է, սա դավաճանություն է։ Ահա թե ինչու, ահա թե որն է պատճառներից մեկը, ինչու ես օրինակ իմաստ չեմ տեսնում նրանից որևէ բան պահանջելու, առավել ևս հրաժարական, նա չի կարող հրաժարվել, նրան թույլ չեն տալիս, նրան հրաժարվել, ով որ նրան նշանակել է, և դա մենք չենք, դա մեր ազգը չէ, մենք նրան չենք ընտրել, ոչ 2008 թվականին, և դրա ապացույցն է, երբեք չչորացող ու չծամակող արյունը մարտի 1-ի,
ոչ 2013-14 թվականի և դրան վկա է այս նույն հրապարակը, ինչ ենք մենք իրենից պահանջում, մենք մեզնից պետք է պահանջենք։ Երկրորդ պատճառը, նա ավելի շատ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ է, քան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նրա իշխանությունը հիմա գրեթե չի տարածվում նախագահական այդ շենքից դուրս։ Նրան չեն ընդունում աշխարհում։ Պուտինը այդ տխրահարճակ սեպտեմբերի 3-ից հետո գալիս է և ցուցադրաբար առհամարելով պետական այցի ընթացքում, առհամարելով մեր հայրենիքը, մեր մայրաքաղաքը, մեր նիստուկացը վերջիվերջո, մեր արժանապատվությունը գնում է իր սեփական ռազմաբազա։ Սա նշանակում է, որ նա իր այսպես կոչված ռազմավարական դաշնակցին առհամարում է, նսեմացնում է, բայց ցավոք սրտի այս մարդը կամա թե ակամա ներկայացնում է մեր հայրենիքը և դրանով ինձ և մեզ բոլորիս է ապտակ հասցվում և դա շատ արագ սկսվում է զարգանալ։ Ղազախ նախագահ իրեն թույլ է տալիս այդ Պուտինը չեմ ուզում նեղացնել ղազախներին, բայց սխալ չասեց այս պետականությունը ղազախական բավական երիտասարդ է և այդ յուրտաների մշակույթից ծլած Ելբասի, այսպես են դիմում Նազարբաևին տանը, Ելբասի, այսինքն նախագահ, մեզ բոլորիս ցուցադրաբար աշխարհի առաջ նսեմացնում է, ոնց որ դասը չսովորած լակոտին բան է կարդում, ծնողներիդ կկանչես մի խոսքով, Ալիևի նամակն է, վերջնագիրն է կարդում, մեկ ամսվա մեջ, այսինքն կամ դու սովորում ես դասդ, կամ հասկանալի է ինչ։ Այս խեղճ ու կրակ ՀՀԿ նախագահը գնում է աշխարհ, այնտեղ Արգենտինա է հասնում, Արգենտինայի նախագահ տիկին Քիրշները ժամանակ չի գտնում, որ մի քանի օվկիանոս կտրած ՀՀԿ նախագահին ընդունի։ Սա ինչ է նշանակում, սա վերաբերմունք է մեզ,